Բարև ձեզ։ Հայաստան-Իրան հարևանությունը մեծ գաղտնիքներ չի ունեցել եւ միշտ եղել բաց ու հասկանալի, որպիսին չի եղել երբևէ մեր մյուս հարևանների հետ։ Հայաստանի անկախացումից ի վեր Արաքսը մեզ ոչ թե բաժանել, այլ միավորել է, որովհետև եւ Թեհրանում եւ Երևանում գործել է կայուն բալանս, չխցկվել հարևանի ներքին տարածք, որ նույնն է թե Իրանի չեզոքությունը Հայաստանի հանդեպ համարժեք է Հայաստանի չեզոքությանը Իրանի նկատմամբ։ Այդ բալանսը պահպանվել է անգամ Արցախի դեմ պատերազմի ժամանակ, երբ Հայաստանում կար կույր վստահություն, թե Իրանը թույլ չի տա Արցախի այդպիսի կորուստ, իբր թե մերկանում են իր սահմանները։ Ավելին, Իրանը գիտակցել ու խոստովանել է Ադրբեջանից եկող իրական վտանգները, բայց միշտ պաշտպանել է Ադրբեջանի հակահայկական բանաձևերը։ Հիմա կասեք, ինչն է ստիպում որոշ հայկական ուղեղների, կարևոր չէ դրսում թե ներսում, Իրանի շահը գերադասել Հայաստանի շահից։ Մի անգամ փորձեք հայկական շահով դատել ու Իրանի դեմ որևէ գործողության հաշվարկ անելիս համադրել, ով է հարմար այդ գործողության համար՝ Հայաստանը թե Ադրբեջանը։ Գիտեք, որ Հայաստանից հետո Ադրբեջանն է հայտարարել, որ թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ, չնայած այդ տարածքում հիմա Իսրայելն է նստած։ Բա ինչու եք հորինում մի բան, որին ինքներդ չեք հավատում։ Մնում է ենթադրել, որ իսկապես չեք ուզում Հայաստանը մեջ կշտկի։ Այնպես որ երբ տարածաշրջանը պայթեցնելու գնով Իրանն ընտրում է միջուկային երկիր դառնալու ճանապարհը, հարևան Հայաստանի կամ որևէ հարևանի համաձայնությունը ստացել է, բա ինչու Հայաստանը պետք է իր ազգային անվտանգության որևէ գործարք զոհաբերի հանուն Իրանի։ Հիմա ասեք, Վենսի հայցը Հայաստան Իրանի դեմ շրջելը, եթե քաղաքական ինֆանտիլություն չէ, բա ինչ է։ Հաջողություն։